Հիմա խորհրդանում, բայց ձեր գործունեությունը այդքան էլ ակտիվ չէ, ինչ եք որոշել շարունակել խորհրդանական գործունեությունը։ Գնահատականները տարբեր են, Արեգ ջան, իրականում ես կարծում եմ, որ աշխատանքի սոցիալական հարցերի հանձնաժողովում բավականին ակտիվ եմ եղել։ Միգուցե մեր հանձնաժողովն այդ ոլորտային ոլորտն է, որը որ շատ սենսացիաների մեջ չի պարունակում, աշխատանքը շատ չի երևում, բայց բավականին ակտիվ ներգրաված եմ եղել։ Ելույթներ չեք ունեցել, ուղղակի չենք տեսել ելույթ ունենալ, ակտիվ քննարկումների մասնակցել։ Ուզում ենք հասկանանք ինչով են գնահատել ձեզ կուսակցությունում, որ նորից խորհրդարանում եք։ Դե դա կարող եք հարցնել մեր կուսակցականներից, ինչպես գիտեք, որ մեր ցուցակը ձևավորել են հենց մեր կուսակցականները։ Առիթի դեպքում կարող եք հենց իրենցից հարցնել, ես համաձայն չեմ ձեզ հետ, թե եղել են եւ քաղաքական ելույթներ եւ մասնագիտական հանձնաժողովին վերաբերյալ։ Տիկին Բաղդասարյան, ամսի 2-ին ով է օրհնելու խորհրդարանը, որտեղ ազգային ժողովի կանոնակարգում գրված է, որ կաթողիկոսը ելույթ ունի։ Ես տեղյակ չեմ։ Չի քննարկվել այդ հարցը։ Չէ։ Որևէ մեկը լինելու է, բայց հոգևոր ներկայացուցիչ Չեմ կարող ասել, ասել, որովհետեւ տեղյակ չեմ։ Իսկ դուք ինչ կարծիք ունեք, որ կաթողիկոսը օրինակ չի կրում։ Ես օրինակ կաթողիկոս այս պահին չգիտեմ, էլի, որովհետեւ չեմ ճանաչում կաթողիկոսը։ Որտեղ Նիկոլ Փաշինյանն է դիփորոշում իր համար։ Ինչու չեք ճանաչում, ինչն է օրինակ ձեր կարծիքով այն չի, որ չեք ճանաչում։ Ես այս մասին ելույթներ ունեցել եմ նույն երբ որ մի շարք հոգևորականների նա գաղտնիքեց էր անում, ես այդ պայմանները խոսել, որ չի կարող նրան ներքին իրավունքն է, այո, որը որ ինքը օրինական չի, հա, կաթողիկոս չի օրինական, ինքը չի կարող գաղտնիքեց անել իր մյուս հոգևորականների։ Դրս այսքան շնորհակալություն։ Լրատվամիջոցները, մասնավորապես պետական ԱՍ TV հեռուստաընկերությունը շրջանառում է այսպես կոչված արևմտյան Ադրբեջան խոսույթը։ Դուք սա ինչպես եք մեկնաբանում, հաշվառնելով, որ Ադրբեջանում չկա անկախ մամուլ եւ այնինչ ասում են լրատվամիջոցները, դա նախագահականի։ Ես չեմ ծանոթացել եւ չեմ մեկնաբանում, այնինչ ծանոթ չեմ, իսկ Հայաստանի պետական դիրքորոշումը, Երևանի պաշտոնական դիրքորոշումը իշխում է ձեզ հայտնի է, չկա նման եզրույթ, նման հարցի շուրջ բանակցություններ չեն ընթանում եւ անընդունել է ինչպես նախկինում ենք նշել։ Բայց հիմա ադրբեջանցիները շարունակում են։ Ես կծանոթանամ եւ կհասկանամ ինչ շրջանառվում ամուրում։ Դուք խնդիր համարում եք, որ նման խոսույթ դեռ կա եւ սա ինչի հետեւանք։ Ես կարծում եմ, որ երկու պետությունները տրամադրված են աշխատել հանուն խաղաղության եւ սա անշրջելի փաստ է։ Բայց եթե Ադրբեջանը տրամադրված է խաղաղության, պետական հեռուստաընկերությունը խի է Հայաստանի Հանրապետությունում եւ ասում Բաքվի կողմից վերահսկող լրատվամիջոց է Ես չեմ կարդացել։ 16 երկիր արդեն գնում է, բայց ավելի շատ է։ Վերջին նախագծով ներկայացնում էի, եղում էի կարիեր 16 երկիր։ Հա, դա այնտեղ բաներ կա, որ արտահանում եք, այնտեղ երկու ծրագիր ունենք տարբեր, իրականում տարբեր ծրագրերով 25 եւ ավելի երկիր արտահանում։ Հա, որ Տեսեք, օրինակ Ֆրանսիայի կապված ասում են, հա լավ է, որ Ֆրանսիայում գործող Նարեկ Կարապետյանն է ասում, Ֆրանսիայում գործող հայկական խանութում ծիրան է վաճառվում, բայց ասում են դա այս ամբողջ խնդիրը չի լուծել, ինչ ասում եք։ Դե, այսպես ասեմ ձեզ, հիմա այս պահին մեծ հաշվով մենք որպես կառավարություն այս խնդիրը լուծել ենք։ Ես օրինակ չգիտեմ։ Ոնց եք լուծել, շուկանեն այստեղ չխանգարեք պատասխան։ Դուք եթե հիշում եք մեր մամուլում ինչ հոդվածներ կային, թե ինչպես են պատկերացնում թե ապագայում որքան թափված ծիրան է լինելու գետնին, կներեք, բայց մենք այս տարի ծիրանի բերքի որքան թափված դերձ է լինելու գետնին, բայց ես որքան գիտեմ ծիրանը չի թափվել գետնին, լոլիկն է թափել փչացել, ծաղիկները չեն գնացել, լոլիկը չի թափվել, լոլիկը մթերվում է, հիմա վաճառվում է, արտահանվում է նաև, երեք էլ կառավարությունը որոշում է ընդունել, որով այլ երկրից սահմանափակում է կիրառվել տոմատի մածուկի վրա, որը գալիս է Հայաստան, դրա հետևանքով արդեն 4 հայկական գործարան ինձ այսօր տեղեկացրել են, որ ամբողջ լոլիկը դաշտի եւ ջերմոցի
Այսինքն այն ինչը որ մթերման ենթակա է, Մթերվել է։ ամբողջ ծավալը կմթերվի եւ մեր գյուղացիներն Այդ դեպքում ինչ է զանգել խնդրել Ռուսաստանի սահմանափակումները վերացնել։ Անիշ եթե լավ է, պարոն Պապոյան։ Ինչպես նախորդ տարիներին անցած տարի օրինակ կամ նախանցած տարի լոլիկ չի մնացել 1 կիլոգրամ դաշտերում, այս տարի էլ 1 կիլոգրամ դաշտում լոլիկ չի մնա։ Շատ լավ, ինչ է զանգել խնդրել, որ ինչու չի մնա այդ պատճառով, որ դրսից ներմուծվող տոմատի մածուկի վրա սահմանափակում է դրվել 6 ամսով եւ արտահանվող տոմատի վրա եւ տոմատի այդ ութերի վրա ութերի համար կառավարությունը արտահանողներին աջակցություն է տալու։ Այսպիսի քաղաքականությունների շնորհիվ իմ հարցին չեք պատասխանում, եթե ամեն ինչ լավ է, չեք զանգել Ռուսաստան, խնդրել։ Չեք ցանկություն չի, ձեր հաղորդագրությունն է մեջբերում։ Ունենալ տոննաներով թափված Ձեր հաղորդագրությունն է մեջբերում կառավարությանին, չեք Ռուսաստանի խնդրում շուկան բացել սահմանափակումները վերացնել, պարոն Պապոյան։ Ինչ եք խնդրում, այլ հարց, չեք պատասխանում, պարոն Պապոյան, ձեր հաղորդագրությունն է մեջբերում, ոչ մի զանգել եք, ասել եք խնդրել եք սահմանափակումները վերացնել, եթե ամեն ինչ լավ է։ Որովհետև չենք ուզում ԵԱՏՄ-ն փլուզվի, ուզում ենք ԵԱՏՄ-ն Հա, իրանց մասին եք մտածում, ԵԱՏՄ-ի մասին ենք մտածում, որովհետև ԵԱՏՄ-ն մեր կազմակերպությունն է։ էլեկտրական մեքենաների կապված քանի կիլոգրամ է մնացել քաղաքացիական։ Կհրապարակենք, եթե հիշեք, ես ամեն ամսվա սկզբնամ ասում հրապարակում եմ, դինամիկան կպահեմ օգոստոսի մինչև 5-7 կհրապարակեմ։ Եթե հիշում եք, անցած տարի մարտին սպառվեց, այս պահի դրությամբ կարամ ասել, որ օգոստոսի 1-ի դրությամբ հաստատ սպառված չի լինի, այսինքն այն քաղաքականությունը, որ հեշտ չի եղել, գնացինք եւ 15000 հատ բերեցինք, ճիշտ էր, նույնիսկ կարող է բարձրի, որ մի քիչ ավելի քիչ էր, կարող պիտի, բայց հնարավոր չէ, եթե հնարավոր լիներ, չեմ կարող ասել, դա ես ուղիղ պետք է ասեմ, որպեսզի մյուս տարի ունենա, այնինքն անցած տարի ունենալու համար մենք սկսել ենք աշխատել գարնանից։ Դրա համար ունեցանք տարեվերջին դեկտեմբերին, որպեսզի մյուս տարի ունենանք, այս տարի գարնանից արդեն աշխատում ենք, բայց դա չի նշանակում, որ պարտադիր կլինի, որովհետև դա բարդ որոշում է, կոնսենսուսով ընդունվող որոշում է, այսինքն երկրներից որ մեկը չհամաձայնվեց, դա հնարավոր չի լինի։ Հետևաբար ես չեմ կարող ասել, որ կլինի, բայց կարող եմ ասել, որ մենք աշխատում ենք, որ լինի։ Երկրները կարող է չհամաձայնել։ Դա ձեր մեկնաբանությունն էր, վերջում կտեսնենք։ Արադ ցեմենտի դուռը փոխելու եք, պետական արդեն կառավարմանն է անցել, Փաշինյանն ասում էր գոմի դուռը, փոխելու եք։ Արադ ցեմենտում իրականում շատ բան կա փոխելու, միայն գոմի դուռը չի։ Կառավարման որակը ցավոք գոմի կառավարման որակի նման է կարծես թե եղել, այս դա պետք է փոխենք, որպեսզի դառնա ժամանակակից գործարան եւ իհարկե քրյա օլիգարխիկ մատակարարումների համակարգն ենք փոխել։ Շուտով կտեսնենք։ Իսկ երբ նկատեցիք, որ այդպիսի կառավարում է։ Այդպիսին է կառավարում, երբ նկատեցինք գործողություններ ձեռնարկեցինք, գործողությունների արդյունքներն էլ դուք տեսնեք։ Թե երբ պարոն Ծառուկյանը քննադատեց իշխանություններին։ Ինչտեղ քննադատել է։ Պապոյան, կներեք, երեք դուք որ դուրս եք գալիս կառավարությունից, ասացիք, որ էկոնոմիկայի նախարարության աշխատակցին կնշանակեն Արարատ ցեմենտի կառավարիչ, այսինքն նկատի ունեիք, որ անձով նշանակվելու է կառավարիչ համարվելու է նախարարության աշխատակից, որտեղ հետո որ վարչապետի որտեղ օգնական օգնականը նշանակվեց, ձեր ասած միտքը Պարոն Գևորգյանը մինչև 3 էր աշխատում կառավարությունում որպես հանրապետության վարչապետի օգնական, Երևանից աշխատում է էկոնոմիկայի նախարարությունը։ Եվ ՌԺԴ-ի գլխավոր տնօրենն ասել է, եթե կոնսենսուս բանից կառավարումից հրաժարվեն, մենք մեր բոլոր ներդրումները հետ կպահանջենք, Հայաստանի Հանրապետությունները կտանեն մեր տեսնում է, թե ոչ, որտեղ ըստ թղթերի Ռուսաստանը Հարավկովկասյան երկաթուղին ավելի ճիշտ։ Հարցազրույցը չեմ տեսել, չեմ կարող մեկնաբանել, անկեղծ չեմ կարող։ Նույնիսկ սպառնում են արբիտրաժի դատարան։ Չեմ կարող մեկնաբանել, երևի գործընկերները, ովքեր համակարգում են տրանսպորտի ոլորտը, չեմ կարծում, վստահաբար ավելի կոմպետենտ են։ Պարոն Սարգսյան, բարև ձեզ։ Ինչպես եղավ, որ որոշեցիք համայնքի ղեկավարի պաշտոնից հրաժարվել ու գալ։ Պատասխանեմ ձեզ, արժույմ կպատասխանեմ, անպայման։ Ինչու այստեղ չեք պատասխանում։
Հա, պարոն Սաքսյան, Հարց չի սենց ոտքի վրա։ ազգային ժողովում էլ եք Գոտի վրա լինել։ Խոստանում եմ կպատասխան։